Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ թիվ 12 կոտորակ 13, 10 կոտորակ 51 եւ 36 կոտորակ 65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին ամփոփեց ընտրությունների վերջնական արդյունքները, որով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չհաղթահարեց անցողիկ 4%-ի շեմը, իսկ դրա արդյունքում քաղաքացիական պայմանագիրը մի քանի մանդատ ավել ստացավ եւ ձևավորեց 3/5 մեծամասնություն ազգային ժողովում։ Հանձնաժողովը վերաքվեարկություն չնշանակեց այն տեղամասերում, որոնց քվեարկության արդյունքներն անվավեր էին ճանաչվել։ Դրա արդյունքում ԲՀԿ-ն կորցրել էր 222 ձայն։ Դրանից 6 օր առաջ հանձնաժողովի նախագահը խնդիր չէր տեսել այն տեղամասերում, օրինակ Ագարակում, որտեղ զինվորները մուտք էին գործել տեղամասի փակվելուց րոպեներ առաջ եւ քվեարկել մինչեւ ժամը 11-ը։ Սակայն օրեր անց հանձնաժողովը անվավեր ճանաչեց այդ տեղամասերի քվեարկությունը։ Ըստ ինձ խնդիր չկա, որովհետեւ առավել խնդիր կլիներ, որ տեղամասը կողպեին զինվոր դրան դիմաց կանգնած զինվորներին զրկեին քվեարկելու իրավունքից։ Վարչական դատարանը ԲՀԿ-ի հայցադիմումին ի պատասխան հունիսի 13-ին արձանագրել էր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է առանձին տեղամասերում վերաքվեարկության մասին որոշում կայացնի։ Այս արդյունքից կախված կլիներ նաև իշխող ուժի մանդատների թիվը նոր ազգային ժողովում։ Ընտրական իրավունքի փորձագետ Տիգրան Մուղնեցյանի խոսքով տվյալ իրավիճակում իրավաչափ լուծումը վերաքվեարկություն նշանակելն էր։ Հիմա եթե ունենք պատկեր, որտեղ մի ուժը հասնելու տարբերակը որոշվում է այդ տեղամասերի նաև արդյունքների մասով, այսինքն եթե ժամ 8-ից հետո չքվեարկեն այդ տեղամասում, հնարավոր է, որ ինչ-որ ուժ կամ չանցներ, ու հետևաբար, երբ որ անվավեր է ճանաչվել, իհարկե պետք է վերաքվեարկություն լինի հասկանալու համար, որ այսպես ասած, ոչ թե հասկանալու, այլ վերաքվեարկություն չնշանակել չլինի միջամտություն այդ ուժի անցնել չանցնելու համար։ Հանձնաժողովի նախագահի հունիսի 15-ի պարզաբանման մեջ նշվում է, որ վերաքվեարկության դեպքում ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով։ Ընտրական իրավունքի փորձագետ Մարիամ Հովեյանի խոսքով այս փաստարկը համոզիչ չէ, քանի որ այդ տրամաբանությամբ վերաքվեարկություն ընդհանրապես հնարավոր չէր լինի անցկացնել, մինչդեռ այն նախատեսված է ընտրական օրենսգրքով։ Վենետիկի հանձնաժողովը բազմիցս ասել է, որ անվավեր ճանաչված տեղամասերում պետք է լինի վերաքվեարկություն։ Այո, Վենետիկի հանձնաժողովը նաև նշում է, որ տակտիկական քվեարկության ռիսկը կարող է անարդար պայմաններ ստեղծել վերաքվեարկության դեպքում, բայց սա ներկայիս դեպքին վերաբերելի չէ։ Ինչու՞, որովհետև եթե մի պահ մոռանանք, որ վերաքվեարկություն կամ տեղամասերի անվավեր ճանաչում է եղել, մի պահ վերանանք սրանից եւ հիմնվենք միայն քվեարկության արդյունքների ու վերահաշվարկի վրա։ Այդ տեղամասերում արդեն իսկ քվեարկությունը եղել էր այն տրամաբանությամբ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անցնում էր անցողիկ շեմը։ Այսինքն վերահաշվարկի արդյունքում արդեն իսկ պարզեր ընտրողների կամքը ընդհանուր առմամբ եւ միայն անվավեր ճանաչումից հետո է փոփոխվել պատկերը, այսինքն ավելի շատ ոչ թե տակտիկական քվեարկությունը կարող է պատկերը փոխել, այլ հենց անվավեր ճանաչումը պատկերը փոխեց։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով հանձնաժողովի այս որոշումը ակնհայտորեն ապօրինի է եւ քաղաքական։ Նա շեշտում է, որ սա 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո առաջին դեպքն է, երբ կանխամտածված հարված է հասցվում ընտրական գործընթացի ամբողջականությանը։ Հունիսի 14-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովի բակում ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ դիմելու են սահմանադրական դատարան։